դահլիճին նայեք, նստելու տեղ չկա։ Էս ինչ դպրոց է, էս ինչ հրաշալի կրթական հաստատություն եք ստեղծել Տիկին Ալավերդյան, օրհնվեք դուք։ Շատ եմ սիրում, որ հայերը շատ են լինում, շատ եմ սիրում, որ շատ են լինում։ Ես ապրեք երեխեի ջան, որ բոլոր տեկեր առաջարկ ունեմ, որ այսքան լավն եք ու տաղանդավոր, ստեղծենք դպրոցում Գևորգ Էմին գրական ակումբ։ Հայրենասերների ակումբ ստեղծենք եւ այդ ակումբը թող տարածի իր գաղափարները ամբողջ, օրինակ դառնակ։ Օրինակ ես գիտեմ որ կա, բայց ես էլ մասնակցեմ այդ ակումբի աշխատանքներին, օրինակ դառնա, որովհետեւ այս Պարուս Սևակը ասում էր բոլորն այսօր կարդալ գիտեն, ուրեմն փառք կարդացածը հասկացողին։ Ես ես հավատացնում եմ։ Այսօր գրքեր կարդացողների 99%-ը կարդացածը չի հասկանում։ Կինո նայողների 99%-ը նայածը չի հասկանում։ Որ ասում են ինչի մասն է այդ սերիալը, որ պիտի չնայեիր, բայց նայում ես։ Ինքը ասում է, ուզում եք պատմեմ սյուժեն։ Դա նշանակում է, որ չես հասկանում, թե սյուժեն ես պատմում, կրկնում, ուրեմն չես հասկացել։ Ահա թե ինչու երեխեքին շատ կարևոր ձեռնարկ է լինելու է գրական ակումբի աշխատանքների ակտիվացումը, շնորհակալ եմ ձեզ բոլորիդ, ապրեք որ պարտաճանաչ նստել եք, Հայաստանը ձեզ է սպասում, միշտ հիշեք, եւ